Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Ինչպես արդեն գիտեք, կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել այլընտրանքային ծառայության մասին օրենքում։ Այդ փոփոխություններն արդեն քննարկվել են ազգային ժողովում, ընդ որում քննարկվել են բանավեճի մթնոլորտում, ինչն էլ վկայում է, որ գործ ունենք բավականին զգայուն խնդրի հետ։ Այսօր կլսենք Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, բարև ձեզ, պարոն Թովմասյան։ Նախ ինչ խնդիր է լուծում կառավարությունը այս փոփոխություններով։ Շատ պարզ խնդիր, լուծում է իր քաղաքացիների, մի խումբ քաղաքացիների հարց, որոնք իրենց համոզմունքի կամ դավանանքից ելնելով չեն կարող ծառայել մեր զինված ուժերում։ Լուծում է այդ մարդկանց խնդիրը։ Նախկին օրենքը չէր լուծում այդ խնդիրը։ Նախկին օրենքը ըստ էության տվել էր որոշակի լուծումներ, բայց պետք է մենք արձանագրենք, որ այս ժամանակահատվածում մենք այլընտրանքային զինվորական ծառայություն չենք ունեցել փաստացի, որտեղ մենք որևէ քաղաքացի, որը այս պահին գտնվի այլընտրանքային զինվորական ծառայության մեջ, չունենք։ Փոքրիկ խումբ ունեցել ենք 2005-6 թվականին, բայց 1-2 ամիս դրանք ծառայություն անցնելուց հետո նրանք լքել են իրենց այդ ծառայության վայրերը, ենթարկվել քրեական հետապնդման, պատասխանատվության ենթարկվել եւ այլն։ Դա այն պատճառով, որ մեր օրենքը չէր համապատասխանում այն բուն խնդրի լուծմանը, որը ի սկզբանե առաջադրված էր մեզ, որ առաջին հերթին այս ծառայությունը պետք է դուրս լինի զինվորական վերահսկողությունից, երկրորդ նրա ժամկետները չպետք է լինեն այնպիսին, որ պատժիչ բնույթ ունենա, եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք նախկին օրենքը ըստ էության չէր կարգավորում։ Այդ դեպքում այլ ինչ իմաստ ունի օրենքը կոչել այլընտրանքային ծառայության մասին օրենք։ Այստեղ ձևի եւ բովանդակության խնդիր կար, այսինքն ձևական առումով կարծեք թե սահմանված էր այդ ծառայությունը կար, բայց բովանդակային առումով այն չէր համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են այս ոլորտի խնդիրները լուծելու առումով։ Եվ սա էր թերևս պատճառը, որ դրան հաջորդել են մի շարք, ասես ասեմ, բացասական երևույթներ, հա։ Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես կամ ստույգ ասել 34 անձ, որը պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում այս ծառայությունից խուսափելու համար, ասենք խղճի եւ դավանանքի, համոզմունքի եւ դավանանքից ելնելով, որոնք խուսափել են, ունենք 23 անձիկ, որոնց գործերը գտնվում է դատաքննության փուլում եւ մոտավորապես նույնքան էլ, որոնք գտնվում են դեռևս նախաքննության փուլում։ Կա մոտավորապես վիճակագրություն։ Հայաստանի քանի քաղաքացու շահեր է հաշվի առնում այսօր։ Խոսքը գնում է մեկ դավանանքի մեկ ուղղության մասին, որը ընդհանուր առմամբ ըստ իրենց տվյալների ունի 10,000 մարդ, բայց եթե նայում ենք այս ժամանակահատվածում զորակոչից զորակոչ, եթե նայենք զորակոչից զորակոչ այդ թիվը ըստ էության չի ավելանում, մենք որոշակի կայուն այսպես վիճակ ունենք, կանխատեսելի այսպես վիճակ ունենք եւ դրանք այն թիվն է, որը ես այս պահին հրապարակեցի, այսինքն եթե այս պահի դրությամբ մեր պետական մարմիններում քննվում է մոտավորապես 80 մարդու գործ։ Օրենքի փոփոխությունները, չգիտեմ ճիշտ եմ ձևակերպում, թե ոչ, փոփոխություններն արվում են այն նպատակով, որպեսզի հաշվի առնեն բանակից խուսափողների շահերը, մի քիչ։ Բացարձակ, դեք շատ հետեւյալներ, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ բազմիցս հնչեց ազգային անվտանգության խնդիր, պաշտպանունակության խնդիր եւ այլն։ Եվ ասացիք ձեր խոսքի սկզբում, որ վիճաբանության մթնոլորտում գնաց, դա վիճաբանություն չէ անվանի։ Դա դասական քննարկումների մոդել է, որը կարող է նմուշօրինակ ծառայել ընդհանրապես նմանատիպ քննարկումների համար։ Եվ մի դրական բան կառանձնացնեմ, մի փոքր կարծեք թե շեղվում եմ, որ մեր ազգը, եթե ցանկացած հարց երևույթ, որը վերաբերվում է մեր անվտանգությանը, մեր պաշտպանունակությանը, շատ զգայուն ենք մենք, եւ սա շատ լավ է, որ այդպիսին է։ Եվ հարցը հետեւյալն է. իրոք ազգային անվտանգության խնդիր է, երբ որ այն անձը, որը իր համոզմունքից դավանանքից ելնելով չպետք է ծառայի բանակում եւ մենք իրեն տանում ենք բանակ։ Սա ազգային անվտանգությունը կարող է խարխլել։ Եվ ազգային անվտանգությունն է, որ այդ անձը պետք է գնա զինված ուժերում ծառայելու եւ ինքը չի գնում, անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմքով է։ Այսինքն այս օրենքը կարծում եմ շատ բալանսավորված տալիս է այդ հնարավորությունը եւ այդ տարբերակումը, որ ովքեր են այդ անձիկ, որ պետք է իրենց համոզմունքից դավանանքից ելնելով չեն կարող զինված ուժերում Այսինքն որտեղ պետք է տեսնել սահման այդ մարդկանց տարանջատելու։ Մի գիծ էր տարվում կամ որոշակի ելույթներում երանգներ կար, որ
այդ մարդիկ ինչ որ վատն են։ Այսինքն ես ընդհանրապես այդ բառը հա օգտագործեմ, չեմ ուզում ուրիշ պիտակներ։ Նրանք մեր քաղաքացիներն են։ Եվ այդ ելույթում ասացի, որ այդ մարդիկ մեղավոր չեն, հա, եթե կարելի է նորից ճակերտների մեջ, որ իրենք այդ դավանանք ունեն, այդ համոզմունքը ունեն։ Դա հասկանալի է, չէ, խնդիրը դա չէ։ Խնդիրը այն է, թե ձեր նկարագրածի տակ ովքեր կթաքնվեն։ Դա մեկ, երկրորդը, ազգային ժողովում ես ձեզ հիշեցնեմ նաև ինչ է հնչել, որ մենք կատարում ենք միջազգային կառույցի, այսպես ասած, ճնշում կամ ենթարկվում ենք այդ ճնշմանը։ Հիմա ասեք, ո՞րն է այստեղ ավելի հավանական։ Առաջի հարցին անդրադառնամ, որ ինչ որ մարդիկ կթաքնվեն։ Այս ժամանակահատվածը կարծեք թե բավարար էր, որպեսզի ցույց տրվի, որպեսզի պարզ լինի, որ այդ մարդիկ պես չի, որ ուզում են ուղակի խուսափել եւ դրան փոխարինում են 2-2.5-3 տարի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելը։ Այսինքն միայն այս փաստը, այսքան մարդկանց այնտեղ գտնվելը խոսում է այն մասին, որ հենց այնպես չի, այս ամբողջը։ Չէ, բայց դուք հիմա օրենքը լիբերալացրել եք եւ բացարձակ չենք լիբերալացրել։ Որևէ բան այս հարցում լիբերալիզացնելու առումով որևէ բան գոյություն չունի։ Մենք ընդհանրապես ժամկետներն ենք կրճատել։ Եվ ծառայողին հանել եք վերահսկողությունից։ Ծառայողին հանել ենք Պաշտպանության նախարարության վերահսկողությունից, բայց ինքը կգտնվի մեկ այլ նախարարության վերահսկողության ներքո։ Ում վերահսկողության ներքո։ Կլինի նայած թե որտեղ ինքը կիրականացնի իր ծառայությունը։ Եթե այս դեպքում ինքը կիրականացնի, ասենք, փրկարար ծառայությունում, որտեղ ծառայությունը, ասենք, ոչ պակաս վտանգավոր է, կարևոր է մեզ համար, ապա դա կիրականացնի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Եթե կիրականացնի, չգիտեմ, առողջապահության նախարարության համակարգում, ապա առողջապահության նախարարությունը։ Եվ այնպես չի, որ ինքը ընդհանրապես վերահսկողությունից դուրս է մնալու։ Սա առաջին։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, միջազգային կառույցների։ Միջազգային կառույցները շատ պարզ է։ Մենք անդամակցել ենք այդ մեծ ընտանիքին, որը կոչվում է Եվրոպայի խորհուրդ, եւ որտեղ կան որոշակի խաղի կանոններ։ Մենք ասենք, օրենքի փոփոխությունը բխում է հենց այդ պահանջից։ Այո, որտեղ մենք մի քանի գործեր արդեն պարտվել ենք Եվրոպական դատարանում, այն դատարանում, որտեղ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ հավասար է ներկայացված եւ այնտեղ Հայաստանի Հանրապետությունը եւս ունի մեկ դատավոր, որը հստակ սահմանում է եւ տվել է այն գործերով, որ պարտվել են, թե ինչին չի համապատասխանում մեր օրենքը եւ ինչ ուղղությամբ պիտի գնա։ Բայց սա խնդրի մյուս կողմն է, մեր սահմանադրությունն է այս խնդիրները մեր առջև դնում։ Եվ այս մարդիկ ունեն Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ձև եղանակ եւ այդ ձևը եղանակը քրեակատարողական հիմնարկում գտնվելը չի։ Ես ես վստահեցնում եմ, հաշվի առնելով, որ այն վայրերը, որտեղ այս անձիկ պետք է իրականացնեն իրենց ծառայությունը, սահմանում է կառավարությունը, դրանք շատ կարևոր տեղեր են լինելու եւ դրանք չեն լինելու այնպես շատ լավ իրենց պայմաններով։ Այդ ցանկը դեռ պարզ չի։ Այդ ցանկը սահմանելու է կառավարությունը։ Դեռ հայտնի չի։ Պետք է ես ուղղակի միջազգային փորձ ասեմ, թե որպես կանոն որտեղ են իրականացնում։ Դա իմաստունի ասեմ։ Դա փրկարար ծառայությունն է, դա սանիտարական մաքրումն է, ընդհանրապես աղբահանություն եւ այլն, դա սանիտարական հատումներն են անտառներում, դա ռազմական արդյունաբերության որոշակի ոլորտներն են, դա շինարարության ոլորտումն է, դա բեռնաթափումն է, տարբեր աշխատանքներ։ Այսինքն կառավարությունը հստակ տեսնի, թե որ ոլորտում է, որ այդ նրանց անդրաժեշտությունը կա, նրանց կուղղորդի այնտեղ աշխատելու։ Մի բան էլ անցնենք առաջ։ Ինչ վատ էր, երբ զինվորական կառույցն է վերահսկում։ Այդ մարդկանց դավանանքին ուղղակիորեն բացառում է, որ իրենք զինվորական վերահսկողության ներքո պիտի գտնվեն։ Սա է պարզապես։ Այսօրվա գործող հանձնաժողովը ղեկավարվում է Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի կողմից։ Այլընտրանքային զինվորական ծառայություն, այլընտրանքային աշխատանքային ծառայություն։ Ասեք սահմանը որտեղ է։ Սահմանը հետեւյալն է. մի դեպքում այդ համոզմունքն ու դավանանքը բացառում է բացառապես զենք կրելը, այսինքն այս անձը նույն մեր զինվորն է, այսպես պատկերավոր ասեմ, պարզապես այն պարտականությունները, որը կապված է զենք կրելու հետ, ռազմական գործողություններին մասնակցել այս անձանց վրա չեն տարածվելու, բայց մենք բանակում ունենք տասնյակ այլ ոլորտներ, որտեղ իրենք կարող են մասնակցել, սկսած վարորդից վերջացած այլ ոլորտներ։ Մյուս դեպքում եւ այս անձիկ պետք է գտնվեն այդ նույն զինվորական մասում եւ զինվորական կանոնակարգ ամբողջությամբ տարածվում է նրանց վրա։ Մյուսի դեպքում եւ վերջիններիս ծառայության ժամկետը ըստ էության ավելի փոքր է, քան թե այլընտրանքային աշխատանքային ծառայությանը։ Մենք այս ժամկետը փոքրացված է, որովհետեւ նորից խոսվում է այն մասին, որ սա պատժիժ բնույթ չպետք է ունենա, այլընտրանքային զինվորական եւ աշխատանքային չպետք է իր էության պատժիժ լինի։ Այսինքն դուք գնացել եք ընդառաջ այլընտրանքային ծառայողի։
Ես շատ մենք արել ենք այն, ինչը մենք սահմանադրության նորմերից բխող որոշակի կարգավորումներ ենք տվել։ Եվ եթե աշխարհում չկա մեկ այլ երկիր, որ ունենա այլընտրանքային զինվորական ծառայություն եւ այլընտրանքային ծառայությունը աշխատանքային կամ զինվորական 1.5 անգամից ավելի մեծ լինի, քան թե պարտադիր զինվորական ծառայությունը։ Ես միանգամից ասեմ ինչու եմ սրա վրա շատ կանգ առնում, որովհետեւ այս հեշտացումները կբերեն հոսքի դեպի այլընտրանքային ծառայության։ Եթե համաձայն չեք, մտքետ ասեք ինչու։ Համաձայն չեմ, որտեվ ես ասում եմ, եթե ինչ որ մեկը կնախընտրի 24 ամիս զինվորական ծառայությունը, ասենք 36 ամիս փրկարար ծառայությունից եւ աշխատավարձ չի ստանալու, ընդամենը փոխհատուցելու է իր գնալ գալը, որտեվ միջև 30,000 ընդամենը ինքը կարող է ստանալ։ Իսկ սա Այսինքն մեր նվազագույն աշխատավարձը ավելի բարձր է, քան սա։ Սա ընդամենը իր ճանապարհածախսն է, որ գնում է։ Եվ եթե դուք ենթադրում եք, որ, ասենք, Պաշտպանության նախարարության, ոստիկանության, առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության եւ կառավարության աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչները, որոնք կարծում եմ ներկայացված են լինելու փոխնախարարի մակարդակով եւ որոշումներ ընդունվելու է 2/3-ով, պատրաստ են լինելու ինչ որ կոռուպցիոն ռիսկերի շրջանակներում ինչ որ մարդու ազատել, ես ես վստահեցնում եմ, որ մեր ժամանակներում, եթե ինչ որ մեկը որոշել է չծառայել, այլ ճանապարհներ կարող է ավելի հեշտ գտնել, քան թե 5-6 փոխնախարարի փորձի այլ որոշում կայացնելու, պարտավորեցնել կամ խաբել։ 30 կիլոմետր հեռավորությունը ինչ սկզբունքով են տրված։ 30 կիլոմետր հետեւյալն է, հնչեց այդ կարծիքը, որ ինչու ավելի հեռու չեն կարող ծառայել, կարող են ավելի հեռու ծառայել, իրենց աշխատանքային ծառայությունը իրականացնել, բայց այս դեպքում պարզապես պետք է փոխհատուցվի կառավարության սահմանված կարգով։ Ես չեմ կարող Երևանի բնակչին ասել, որ դուք Տաուշի մարզում եք անցնելու դուք ձեր աշխատանքային, այլընտրանքային աշխատանքային ծառայությունը եւ ստանալու եք ոչ մի բան։ Այս մարդը պիտի իր գոյությունը պահպանի, պետք է առնվազն գնա աշխատանքի վայր, հետ գա, պետք է որոշակի հագուստ հագնել։ Ինչ չափերի կլինեն կառավարությունը կսահմանի, բայց ես այն ծառայությունները, որոնց մասին խոսեցի, փրկարար ծառայություն, մյուսները, դրանք բոլոր մարզկենտրոններում կան, նույնիսկ նախկին վարչական շրջաններում կան, դրանք 37-ն էին, եւ այնտեղ, այսինքն այդ հեռավորությունը վերծված է հենց դա, որ ամենահեռավոր գյուղից միջև նախկին, այսպես ասած, շրջկենտրոն մոտավորապես այդ տարածքն է եւ նոր սրանից հետո կարող է կառավարությունը սահմանել, թե ինչ կարգով է փոխհատուցվելու։ Պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքի հնարավորությունից զրկվում են այն անձինք, որոնց կրոնական համոզմունքները հակասում են ոչ միայն զենք կրելուն, պահելուն կամ գործածելուն, այլև ընդհանրապես զինվորական ենթակայության ներքո ծառայություն անցնելուց։ Ինչպես է հիմնավորում այս սկզբը։ Հիմնավորումները նույն այն ձևերն ու եղանակներն են ապացույցների բազան, ինչը կա մեր ցանկացած վարույթում։ Պիտի նայենք, որ կազմակերպության կանոնադրությունը ուսումնասիրում ցանկը ապացուցողական ամբողջ բազան, գրավոր ապացույցներ, բացատրություններ, վկայի ցուցմունքներ, տեղազնություններ, տեսաձայնագրություններ եւ այլն։ Ընդհանուր որոշակի հարցեր տալ, կան մասնագետներ, որ պնդում են, որ կարող եք անգամ սպի դետեկտորը օգտագործել եւ այլն։ Այսինքն այս ամբողջ մեխանիզմները օգտագործվելու են։ Ինքն խոսվում էր այն մասին, որ այդ չափորոշիչները սահմանված չեն։ Չկա նման չափորոշիչ։ Մի չափորոշիչ կա, որ տվյալ անձի համոզմունքներն ու կամ կրոնական դավանանքը հակասում են զինվորական ծառայություն անցնելու։ Խոսքը գնում է թե այդ ամբողջ ինչպես պետք է պարզել։ Այդ պարզելու մեխանիզմները սահմանված են վարչարության հիմունքներով եւ վարչական վարույթով։ Պիտի հստակ ասել, որ այս պարագայում հանձնաժողովը չպիտի ապացուցի, թե այդ անձը ենթակա է, թե չէ, գնալու է, թե չէ, այս համոզմունքի կրողն է, թե չէ։ Բարենպաստ փաստական հանգամանքները ապացուցելու բեռը կրելու է այդ անձը։ Այդ անձը պիտի ապացուցի, թե ինքը այդ համոզմունքները ունի, ինքը դավանում է դրան, թե ոչ։ Ավարտում ենք այս թեման։ Այսինքն դուք բացառում եք, որ սիմուլյանտը կհայտնվի այս տիրույթում կամ այն անձը, որը փորձում է խուսափել, այսպես ասած, ուղիղ զինվորական ծառայությունից։ Այսօր ասել, որ 100%-ով բացառում ենք, անշուշտ չեմ կարող նման պնդում անել, բայց բոլոր մեխանիզմները կան, որ այս որպես սողանք երբեք չծառայի այս օրենքը եւ այս մեխանիզմը տվյալ անձանց համար, որովհետեւ նրանք խուսափեն ժամկետային զինվորական ծառայությունից։ Ես չգիտեմ, այլ մեխանիզմ եկեք քննարկենք։ Կարող ենք ընդհանրապես կառավարությանը տալ այդ որոշումները կայացնելու, այսինքն ավելի բարձրացնել
այդ որոշման հիմնավորվածությունը այդ աստիճանը, բայց ես կարծում եմ, որ այդ 6-7 գերատեսչությունները, որոնք կան, որոնք ներկայացված կլինեն փոխնախարարի մակարդակով, որոշումները կընդունվի 2/3-ով, ամբողջությամբ ապացուցողական բազան, դրա մեխանիզմները, ընթացակարգերը սահմանված են մեր այլ օրենքով, վարչարության հիմունքների եւ վարչական վարույթ, այս հնարավորությունները որպես սողանց իմ կարծիքով զրոյացված են, բայց պատրաստ եմ լսելու կարծիքները, ինչ մեխանիզմներ եւս ներդնել, որպեսզի սա չծառայի, որտեղ կրկնում եմ, եթե Աստված չարածցե, այսինքն նման սողանց լինի ցանկացած մեր իրավական ակտում, սա մեր ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է, բայց այս մեխանիզմները հենց դրա համար են ներդրվել եւ նախընթաց նախորդ տարիները ցույց են տվել, որ ոչ ոք չի ցանկացել այս սողանցով գնալ, որտեղ մենք ունենք այդ օրենքը, այսինքն եթե նման փորձեր էլ չեն կատարվել, այսինքն այն դեպքերում, երբ որ քրեական գործեր են հարուցված, նրանք պատիժները կրում են եւ մեկ չի եղել, որ հակառակ ասի, լավ, ես պատրաստ եմ գնալու այնուամենայնիվ, քան թե քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրի 2.5-3 տարի։ Պարզ է։ Մարդու իրավունքների գրասենյակի զեկույցները ձեր տեսադաշտում ինչ գնահատականի են արժանանում, ինչ վերաբերմունքի են արժանանում եւ հետո նոր գնահատականի։ Եք տարբեր զրույցներ են եղել իմ գործընկերների շրջանակում, որոնք տարբեր առիթներով դժգոհություն են արտահայտել կամ դժգոհություն չասեմ, անհամաձայնություն են հայտնել, այս ինստիտուտը թեպետ արդեն տևական ժամանակ է, բայց այնուամենայնիվ դեռևս կայացման փուլում է։ Եվ մենք այս ինստիտուտի արդյունավետ մոդելը պետք է գտնենք։ Ես չգիտեմ, չեմ կարող շատ երկար դրա մասին խոսել, բայց պիտի գտնենք։ Բայց կարող է նախարարը սխալվել, կարող են տարբեր սխալներ լինել, բայց այս ինստիտուտը սխալվելու իրավունք չունի։ Ես երեք եմ հարցազրույց ունեցել մարդու իրավունքների պաշտպանի հետ, ուստի կարող եմ նաև բարձրաձայնել։ Վերջին զեկույցը կարծեք թե վերաբերում էր արդարադատության նախարարության ոլորտում խնդիրներին, եւ որպես խնդիր նշվում է, որ դատավորների, ուրեմն արդարադատության խորհուրդը պատշաճ չի գործում։ Կներեք, ես ինչ պիտի անեմ, որ պատշաճ գործի։ Կամ քաղաքացիական կայացության ակտերում ինչ որ խնդիրներ կան։ Դրանք պարզապես իմ ոլորտները չէ։ Ինչ որ չէ, մատնանշվում են կոնկրետ։ Ճիշտ է, բայց իմ ոլորտը չի։ Արդարադատության նախարարության ոլորտը չի։ Արդարադատության նախարարը այդտեղ անելիք չունի։ Կամ որպես թերացում, ասենք նշում ենք նոտարի մոտ կան հերթեր։ Լավ աշխատում այդ նոտարը, հերթեր կան։ Այսինքն դու կարող եք մեղադրել, որ այս ժամանակահատվածում նոտարների թիվը կրճատվել է։ Ես այստեղ փորձեմ համաձայնվել, ասել, բայց հակառակը նոտարների թիվը ավելացվել է։ Բայց մի նոտարը լավ աշխատում, մյուսը վատ, լավի մոտ գնում են, վատի մոտ չեն գնում։ Մեկի տեղը ավելի լավն է, ավելի հարմար է, նրա մոտ գնում են։ Բայց ինչու չխոսել, որ նախորդ տարվա համեմատ, ասենք 2011-12 նոտարների գործարքների թիվը միայն անշարժ գույքի 28000-ով կրճատվել է, բայց իրենց կողմից վճարվող հարկերն ու турքերը 30%-ով ավելացել է։ Սա խոսում է, որ այս ոլորտում ստվերայնություն չկա, վերացել է ստվերայնությունը։ Եվ այսինքն ես չեմ ասում, որ թերություններ չկան։ Իրոք կարող ենք այդ թերությունների մասին խոսել, բայց երբ որ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է մի բանից, որը այդպես չի, ցավոք սրտի դրանից հետո շատ կարևոր առկա խնդիրների մասին խոսելուց կարող է հանրային վերաբերմունքը այսպես թեթև լինի, հա լավ, ինչ որ մի բաներ ասել գնալ, որ ինձ համար անընդունելի է, այդպես չպետք է լինի։ Մի բան ասեմ նոտարների մասով, որովհետև կոնկրետ փաստ է արծարծվում այստեղ, որ նոտարների կողմից ձևավորվել է անօրինական պրակտիկա, համաձայն որի փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացի արդյունքում նոտարների մոտ չեն պահվում տվյալ փաստաթղթերի օրինակները։ Արդյունքում ծանոթ բան եմ ասում, ճիշտ է։ Ծանոթ բան է, գիտեմ, դեպքը 2011 թվականին է եղել։ Տվյալ նոտարը պատասխանատվության կոռուպցիոն ռիսկ պարունակող օրինակ են չկա այդպիսի բան։ Չկա, այդ մեկ դեպքի մասին է խոսում, որ նոտարը պատասխանատվության է ենթարկվել։ Դա էլ ոչ թե 2012-ին է եղել, որի վերաբերյալ զեկույց, այլ եղել է 2011-ին։ Այստեղ դիտարկումները շատ են, մենք այսօր դրա համար չենք հրավիրել։ Այլ դիտարկումներ չկան, նոտարների հետ կապված հերթերն են եւ այդ մեկ դեպքն էր։ Մի հատ էլ ԴՀԿ-ից օրինակ բերեմ եւ ավարտենք մեր զրույցը։ Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում։ Սա ես էլ եմ լսել, անկախ նրան այդ զեկույցում կլինի թե ոչ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում այս ձևակերպումը ինձ անհասկանալի է, ոչ հետևողական աշխատանք ինչ է նշանակում, ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում։ Այստեղ կարող եմ եւ օբյեկտիվ պատճառներ նշել եւ սուբյեկտիվ։ Միայն այն, որ այս տարի 20-ով ավելացել է այս ծառայողների թիվը,
պայմանավորված էր նրանով, որ յուրաքանչյուր դակ ծառայողի մոտ վարույթների թիվը հասնում է բավականին մեծ թիվ է կազմում։ Եվ նախորդ տարիների համեմատ դրանց տոկոսը 20-30%-ով ավելացել է։ Բնականաբար այս ծանրաբեռնվածությունը որոշակի խնդիրներ պետք է առաջանար, եւ դրանով է պայմանավորված, որ այդ թիվը ըստ էության ավելացել է։ Բայց դրա կողքին պիտի տեսնենք, թե քանի տոկոսային հարաբերությամբ նախորդ տարվա համեմատ մոտ 2 միլիարդ ավել է գանձվել, այսինքն սա խոսում է, որ այս համակարգում կա դրական փոփոխություն, եւ թե այն գործերն ու տոկոսները, թե քանի վարույթ է իրականացնում, եւս ավելացել է։ Խնդիրը կա, այսինքն այդ մեկ խնդրի, եթե խոսում ենք ծանրաբեռնվածության մասին, կառավարությունը տեսել է դա, հակառակ դեպքում 20-ով նրանց թիվը չէր ավելացնի։ Այսինքն եւ եթե կառավարության որոշումները նայեք, այդ ծանրաբեռնվածության խնդիրը կլուծվի։ Տեսեք, մի մասնավոր օրինակ ես բերեմ, որ ինձ է հանդիպել իմ ծանոթի։ Կանոնացական, այս հետեւյալն է։ Ասել, որ ընդհանրապես այն համակարգում, որ արտարադատության նախարարն է համակարգում, այնտեղ խնդիրներ չկան, բնականաբար չկան։ Խնդիրները պետք է ցես, այսինքն եթե ընդհանրապես խնդիր չկա, երևի նախարարն էլ անելիք չունի։ Խնդիրը կա, պիտի գնահատել հետեւյալ կերպ. որքանով է ճիշտ, adekvat դրա մոտեցումը եւ որքանով են ճիշտ դրա լուծումները։ Եվ այն լուծումն այնպես չի, որ հենց խնդիրը եղավ 1 ժամում այդ բոլորը լուծվել է։ Հասկանալի է։ Խնդիրը մատնանշում է ՄԻՊ-ը, բայց լուծումը պիտի տակ դուք։ Լավ կլիներ խնդիրը դուք մատնանշեիք։ Այդ խնդիրը իհարկե մատնանշված է, եթե այդ խնդիրը մատնանշված չլիներ, 20-ով չէինք ավելացնի։ Այսինքն, որ մարդկանց մոտ, աշխատողների մոտ կա ծանրաբեռնվածություն, դա մենք տեսել ենք եւ ավելացրել ենք։ Բայց կրկնում եմ, 2 միլիարդ այդքան հեշտ չի ավել հավաքելը նախորդ տարիների համար, եթե նախորդ տարի էլ 1 միլիարդ ենք ավել հավաքել։ Այդ կատարողական վարույթները ավելի արագացնելը այդքան էլ հեշտ բան չի։ Մեր պարագայում, երբ որ շատ հստակ, ես երբ որ դատական process-ներն եմ գիտեմ եւ այդ ամբողջը կարող եմ թաքցնել։ Լավ, ավարտենք, ես չասերեցի այդ մասնավոր օրինակը ասել, որ ինքս եմ ծանոթացել դեպքին։ Մարդուն խաբել են, շորթել են բացահայտ եւ դա բացահայտվել է, դատը կայացել է, մեքենան ձեռքից վերցրել են, փողը չեն տվել, մի խոսքով շատ տարածված դեպք է։ Բացահայտվել է, ով է արել, դատը կայացվել է, որ պետք է գանձվի նրանից, տարիներով գնացել է դա։ Հիմա Շա տարիներով գնացել է, պիտի հասկանանք։ Կարող է, այո, չեմ ասում դարերով էլ գնա։ Այդ մարդը գույք ունի, թե չունի։ Այսինքն դուք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետք է մեղադրանք շատ վատ նախադեպ է, եթե վերցնենք։ Կներեք, մենք ընդհանրապես մենք մոտ 60%-ը մեր դատական ակտերի դեռևս ընթացքի մեջ են։ Այո, որոշվել է, որ X-ը պարտք է Y-ին պիտի վճարի, X-ը չունի այդ գումարը։ Ուղղակիորեն չունի, չի աշխատում։ Իր անունով որևէ սեփականություն չունի։ Եվ սա միայն հայկական խնդիր չէ։ Դուք փակուղի եք տանում։ Դա փակուղի չի, դա այն է ինչ որ ունենք։ Այսինքն եթե անձը չունի ոչինչ, կամ միայն երեխայի սայլակն է, որը չես կարող, կամ մանկական կերն է, որը չես կարող արգրավել, ինչ պիտի անի դահակը։ Այսինքն երբ որ խոսում ենք դահակ ծառայությունից, պիտի հասկանանք, թե ինչ իրավիճակների կամ ինչ դեպքերի հետ գործ ունի։ Դահակ ծառայությունը, ես կրկնում եմ, մեր երկրի կայացած համակարգերից մեկն է։ Կան խնդիրներ, այո կան, կատարելագործվելու ուղղություններ կան, այո կան։ Եվ առաջիկայում մենք կտեսնենք այդ փոփոխությունները, բայց ես կրկնում եմ, այսինքն նայեք միայն գանձվող գումարներին, նայեք վարույթների թվին, կտեսնենք այդ պրոգրեսը։ Իսկ այն որ ինչ որ մի ակտ, այսինքն խաբելը չի կատարվում, այսինքն մի բան է, նույնիսկ մենք տասնյակ գործեր ունենք, որ տվյալ անձիկ քրեական պատասխանատվություն են։ Շորթել է, հնարավոր չի բարձել, ինչ է արել։ Վաճառել է 3-րդ, 4-րդ անձին։ Այդ գումարն էլ մսխել է։ Չկա այդ գումարը։ Կամ հորաքրոջ տանը բարձի տակ է, որը չես կարող բարձել։ Ու վերջ։ Այսինքն այնքան ժամանակ դա իր գլխին կմնա, միջև այս մարդը որևէ աշխատանք ունենա, որևէ սեփականություն ձեռք բերի։ Այսինքն եթե որոշակի տարիքի մարդը պատրաստ է դրան այդ ամբողջ կյանքում, այո, ոչինչ ու չես կարող անել։ Այսինքն եթե դա քրեական պատասխանատվություն չի, բայց մենք ունենք տասնյակ, ոչ թե տասնյակ, հարյուրավոր, երևի հազարի էլ կարող է հասնել, որ քրեական պատասխանատվության զուգահեռ տվյալ անձի վրա նաև գույքային պարտավորություն է դրված։ Ինքը պատիժը կրում է, բայց ինքը գույք էլ չունի։ Այսինքն մենք թե վաղաժամկետ պայմանականի, թե մյուս բոլոր դեպքերում ասում ենք, որ տուժողի հետ հաշտվելը գույքային պահանջները չունենալ, այսինքն մենք վերօրեզրությունը խրախուսում է, որ այս խնդիրները կամավոր կերպով լուծվեն, որպեսզի այն խնդիրների մասին, որոնց խոսում ենք, դրանք չլինեն։ Շատ կարճ, վերադառնալով այլընտրանքային ծառայության մասին օրենքին,
Այնինչ իմ ձեռքի տակ է, այդպես էլ օրենքը գնում է կիրառության, թե դեռ Առաջին ընթերցմամբ ընդունվել է, որոշակի առաջարկներ հնչել են, այդ առաջարկների հիման վրա կարող ենք փոփոխություններ անել։ Ժամկետներին վերաբերում է դա։ Ժամկետներին, գիտեք, հաշվի առնելով, որ մեր ժամկետային զինվորական ծառայությունը 24 ամիս է, եւ մենք ունենք, որ չի կարող ավելին լինել 1.5 անգամից, այստեղ ժամկետների առումով շատ քիչ մանևրելու տեղ ունենք։ Կարող է 1 ամիս էս կողմ, 2 ամիս այն կողմ։ Կային առաջարկներ հատուկ տեղ ուղարկել, սահմանամերձ ուղարկել եւ այլն, պատրաստ ենք քննարկելու կամ հետագայում կառավարությունը կորոշի, թե որտեղ են։ Այսինքն սահմանամերձ մի գյուղում է այդ աշխատանքը ավելի կարևոր, թե ռազմարտությունավերական մի գործարանում է դա կարևոր։ Սահմանամերձ մի գյուղում է կարևոր, թե փրկարար մի ծառայությունում։ Այսինքն այս հնարավորությունը կամ սրա որոշելու շրջանակը թողնված է արդեն կառավարությանը։ Շնորհակալություն։ Հարցազրույցներ եթերում այսօր մենք լսում ենք արտարադատության նախարար Հրայր Թովմասյանին։ Հաջողություն։